Մաս 2 փորձարկում ենք ինքնաեփվող բրնձով փլավը։ Ես 15 րոպե շատ խելոք սպասեցի։ Արդյունքում մենք ունենք գարշահոտով բրնձով փլավ։ Վաու, երեխեք հələ բրինձ ինչ լավ է եփել։ Անուկը смотрите։ Այստեղ ունենք սուպչո, ոնց որ միսո սուպ լինի։ Եվ ունենք խարչո։ Եկեք առաջինը սկսենք բրինձից։ Ինչ որ տարօրինակ սիլիկոնից սարքած բրինձ է, բայց ինձ դուր է գալիս հələ որ։ Եկեք սուպչոից փորձենք։ Ժողովուրդ, սուպն էլ է շատ համով։ Մեջը սունտիկներ կա, ինձ թվում է այս փխլիկները ձույ է ու կանաչի, բայց ինքը իրանով բուլյոնը շատ համով է։ Եվ հաջորդը եկեք փորձենք այս կատվակերային զանգվածը։ Մի քիչ ես մեկը չեմ ուզում փորձեմ, բայց համով է։ Սենց ասեմ, նայեք։ Հիմա սենց բրինձը սուպչոյով կուտեմ։ Մի քիչ եմ, այս կատվի կերով։ Ամենածիծաղալուն այն է, որ շատ համով է։ Իրականում ինձ թվում է չարժի այտենց մի քիչ շատ ուտել իրանից, սա զուտ փորձելու համար եմ ես գնել։ Ես մեր բրնձով փլավիկը կգնահատեմ 10-ից 1 լիմոն, որովհետև համ իր միտքն է լավը, համ մատուցումը, համ պաժարը, համ էլ համը։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք։ Հետևեք ինձ, որ չկորցնեք։